Բարերեկո արկիրեպ ստադիտողներ, ձեզ հետ է Նոյան Տապան դրատավական կենտրոնը, ուղիղ եթերում տեղեկացնեմ, որ մեր հեռուստահաղորդումը շնորհիվ Միացյալ Նահանգների ABC հեռուստաընկերության հեռարձակվում է Լոս Անջելեսում, ամբողջ Կալիֆոռնիայում, նաև Կալիֆոռնիայի սահմաններից էլ անդին։ Այսօրվա մեր հյուրը կենսաբանական գիտությունների տեխնազու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն է։ Մենք գիտնականի հետ բազմիցս զրուցել ենք տարբեր թեմաներով, բնապահպանական, հասարակական մեծ կարևորություն հնչեղություն ունեցող խնդիրների շուրջ, բայց այսօրվա մեր թեման հիմնականում վերաբերում է մի արտառոց կարելի ասել իրադարձության հրաշքի, որին կարող են ոմանք հավատալ, կարող են ոմանք չհավատալ, բայց իրականում դա տեղի է ունեցել 80-ական թվականների վերջերին եւ գիտնականը անձամբ այդ հրաշքին ականատես է եղել։ Կարինե Դանիելյանը բավական լեջմիտ անձնավորություն է, լուրջ գիտնական եւ կարծում եմ նրա ասացին պատմածին պետք է վերաբերվել վստահությամբ, որպես արժանահավատ տեղեկատվության։ Քրիստոնյաները, հավատացյալները իհարկե կարող են միանշանակ հավատալ, անհավատները դարձյալ կմնան իրենց համոզմունքին, որ այդ ամենը հեքիաթ է, դա իրենց գործն է, իրենց խղճի գործն է, Աստված բոլորին դատավոր, ինչպես ասում են։ Տեղեկացնեմ, որ դուք կարող եք մեզ զանգել Կալիֆոռնիայից 818 967 5321 հեռախոսահամարով, իսկ Երևանից 060 35 11 31 հեռախոսահամարով։ Մեր եթերը հեռարձակվում է նաև Նոյան Տապանի Facebook-յան էջում եւ խմբում, նաև կարող եք հետևել մեր հաղորդմանը Նոյան Տապանի YouTube-յան ալիքով։ Ոմանց կարող է տարօրինակ թվալ, թե այս խառ իրավիճակում ամբողջ աշխարհը խառնված է իրար, Սիրիայում այսպիսի տագնապալի ճգնաժամային իրավիճակ է առաջացել, կարծես թե արդեն երրորդ համաշխարհային պատերազմի մասին են խոսում, որ այդ վտանգը բավական իրական է, կարող է լուրջ ռազմական բախում լինել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների մեջ։ Մյուս կողմից Հայաստանում ներքաղաքական բավական լուրջ խմորումներ, զարգացումներ են սպասվում առաջիկա օրերին, վաղը ամսի 17-ին, եթե չեմ սխալվում, նաև այսինքն շիկանում է նաև ներքին իրավիճակը, բայց ահա մենք վերցրել եւ խոսում ենք մի թեմայի մասին, որը հոգեվոր ոլորտից է եւ կարող է ինչ-որտեղ տարօրինակ թվալ դա եւ ինչ-որ զարմանք կառուցել։ Իրականում կարծում ենք, որ թե այս իրավիճակում, թե ընդհանրապես հոգեվորը գերակա է եւ ավելի կարեւոր է մարդու ուղղակի հաղորդումը, շփումը աստվածային հոգեվորի հետ։ Սա ավելի գերակա է բոլոր ժամանակներում, բոլոր թեմաներից վեր, քանզի շատ ավելի մարդկային հարաբերություններից ու խնդիրներից կարևոր են մարդ-աստված հարաբերությունները կամ աստված-մարդ հարաբերությունները։ Տիկին Դանիելյան, դուք վարչես, դուք անձամբ եք ականատես եղել հրաշքի։ Բոլորին չի, որ բախտ է վիճակվում կյանքում իսկական հրաշքի ականատես լինել։ Ոմանց կարող են ինչ-որ բաներ թվալ, ունենալ մտապատրանքներ, ինչ-որ մթնոլորտային երևույթներ լինել, ինչ-որ հիվանդագին վիճակներում կարող են ինչ-որ բաներ տեսնեն, բայց բավական լրջմիտ վիճակում, արթուն վիճակում տեսնել հրաշք, դա համաձայն եք բոլորին չի, որ բախտ է վիճակում, ձեզ բախտ է վիճակում։ Խնդրում եմ պատմեք, ինչպես եղավ դա։ Նախ ասեմ, որ Երբ եւ ինչպես 28-29 տարեկան հասակում այդ սահմանին վիրահատություն եմ տարել եւ այդ վիրահատության ժամանակ էր մինչեւ այդ ես բացարձակ աթեիստ եմ եղել եւ նույնիսկ կարող եմ ասել, որ երևի ագրեսիվ աթեիստ եւ քայլեր եմ արել հավատքի դեմ, որի համար հիմա ամաչում եմ։ Վիրահատության ժամանակ ես մի քիչ ոչ ստանդարտ օրգանիզմ ունեմ, նարկոզը ինձ անշարժացրեց, բայց ցավի զգացողությունը չհանեց եւ ես լսում էի նախ ինչ էր կատարվում վիրահատության սենյակում եւ երկրորդը փաստորեն զգում էի ամբողջ ցավը։ Եվ երբ սկսվեց վիրահատությունը, այդ ցավի զգացումից արդեն ուղղակի
նու կլինիկական մահ առաջացավ եւ ես երբ այդ ցավը սարսափելի ինձ տանջում էր, չնայած Աստծուն չէի հավատում, բայց բնազդաբար այսպես դիմեցի Տեր Աստվածին չի համար, որ մեղքիս համար այս ցավը, եւ հանգարց ձայն լսեցի, շատ գեղեցիկ տղամարդու ձայն, որը ասեց այս ցավը նրա համար է, որ դու զգաս, հասկանաս, թե ինչքան ուժեղ եմ ես քեզ ստեղծել։ Ես սարսափելի զայրացա, ով է ստեղծել, ես չեմ հավատում Աստծուն, սկսեցի վիճել, որ դա ես այն ձայն է, այն չէ ինձ խանգարում, եւ այլն, բայց հետո կամաց իրավիճակը փոխվեց եւ ձայնի հետ զուգահեռ լույս առաջացավ, մի չտեսնված ես իմ կյանքում այդպիսի լույս կենտրոնացած լույսի, այսպես մի ամբողջ, չգիտեմ ինչպես նկարագրեմ, երբեք չեմ տեսել եւ դա հասարակ լույս չէր, նաեւ նա սեր էր բերում, մեծ իմաստություն էր բերում եւ մեծ երջանկություն էր բերում, ընդ որում ես մինչեւ այդ երևույթը երբեք չէի լսել այդ բառերը, որ Աստված սեր է, լույս է եւ այլն եւ այլն։ Եվ արդեն ամեն ինչ հեռացավ, մնաց միայն այդ լույսը, ձայնը եւ այդ սիրո զգացումը։ Հետաքրքիր մի նաեւ զգացում առաջացավ, որ կարծես ես ժամանակին եղել եմ մի մեծ էներգետիկ օվկիանոսի մի փոքրիկ մաս։ Հետո հասկացա, որ դա կարծես այդ մեծ ոգին է։ Հետո առանձնացել եմ եւ այս երկրագնդի վրա ապրել եմ։ Հիմա պետք է վերադառնամ եւ միաձուլվեմ այդ հսկա օվկիանոսին։ Բայց եւ ցանկություն կա վերադառնալու, մեծ ցանկություն կա եւ մեծ երջանկության զգացում, բայց ինձ կանգնեցնում են, ասում են, որ շուտ է, դու պետք է վերադառնաս եւ որևէ ցանկություն վերադառնալու այդ պահին չեմ ունեցել, միայն մի միտք էր ինձ տանջում, որ ինձ համար լավ է, բայց իմ մտերիմները, իմ ծնողները չեն իմանա դրա մասին եւ կտանջվեն, իսկ ես չեմ կարողանա իրանց իմաց տալ, որ իզուր են ապրումներ ունենում։ Եվ հետո այդ սիրո զգացումը, որ այդպես ողողում էր կարծես ամբողջ աշխարհը, ես ուզում էի անպայման պատասխանել եւ փնտրում էի ինչպես պատասխանել։ Իջմիածին գնալ, եկեղեցի գնալ մոմ վառել, միգուցե հռոմ գնալ, բայց հասկանում էի, որ ոչ մի այդ պատասխանը բավարար չէ։ Եվ ձայնը ասեց, դեմքը չեմ տեսել, միայն ձայնն էր։ Ձայնը ասեց, հանգիստ, ես տեսնում եմ, որ դու սիրում ես ինձ, ուզում ես պատասխանել, կա դրա ճանապարհը։ Իմացիր, որ ես կամ մարդկանց մեջ, ձեր խղճի ձայնը, դա Աստծո մի կտորն է ձեր մեջ։ Քո մնացած կյանքդ ապրիր ներդաշնակ քո խղճի ձայնի հետ։ Դրանից ավել ինձ քեզանից որևէ բան պետք չէ, դա ինձ կբավարարի։ Եվ դրանով ես վերադառնում եմ։ Եվ այդ ժամանակից ես զբաղվել եմ էկոլոգիայով, բնապահպանությամբ եւ մի համոզմունք է առաջացել իմ մեջ եւ կարծես պրակտիկան դա ապացուցում է, որ եթե ցանկանում ես որևէ շատ դրական գործունեություն ծավալել մարդկանց համար, բնության համար, ապա վերևից աջակցությունը գալիս է եւ ինձ հետ դա եղել է մի քանի անգամ։ Դե փառք Աստծո։
Ես երբ որ ասացի, որ դուք հրաշքը տեսել եք միանգամայն ստապարտմենի վիճակում, նկատում էի մեկ այլ հրաշք, որի մասին ժամանակին ինձ պատմել եք։ Իհարկե տեղյակ էի նաև, որ այսպես հոգեդարձ եք ունեցել, հա, կլինիկական մայք ապրել վիրահատության ընթացքում, բայց նկատում էի, դա երևանյան բնականներից մեկի պատին ծեր տեսած այդ հրաշքը, որը դժվար թե գիտություններ կարողանա այսօր բացատրել թե դա ինչ էր։ Ինչ է եղել։ Ես փորձեցի երեք մտածում էի դրա մասին, կարծում եմ գիտությունը դա չի կարող բացատրել։ Դա երկրաշարժից հետո էր, երբ նաև լուրեր տարածվեցին, որ Էջմիածնի տարածքի գյուղերից մեկում նաև այդպիսի մի հրաշք եղել էր, որ բնակարանների պատերից մեկին հայտնվել էր տիրոջ պատկերը։ Ես շատ էի ուզում գնալ տեսնել, չստացվեց, ուղղակի տեխնիկապես չստացվեց, եւ ես անդադ այդ ապրումների մեջ էի, թե չգնացի, չտեսա, բայց աշխատում էի ժամանակ գիտատեխնիկական ինֆորմացիայի ինստիտուտում, կառավարության առընթեր, եւ շատ լավ աշխատակցություններ ունեինք։ Մեկը սփյուռքահայ էր, հենց նոր էր եկել Հայաստան եւ եկավ շատ ոգևորված, ասեց մեր բարեկամուհու տանը նույնպես պատին հայտնվել է այդ պատկերը։ Կարող են գնալ տեսնել։ Միայն խնդիր կա, որ այնտեղ նորածին երեխա կա եւ ինքը դժվարությամբ է այդպես ամեն օր հնարավոր չի գնալ, երեխան պետք է տանը չլինի, որ չխանգարենք եւ այլն։ Հետո իմացա, որ կարծեմ Ռաստրապովիչը եւ Վիշնևսկայան եկել էին, գնացել էին, տեսել էին եւ նույնիսկ գրառություն էին արել։ Պայմանավորվեց, գնացինք, երբ ներս մտանք, խոհանոցում էր, ուրեմն իրեն ինքը ցույց տվեց որտեղ է, ջրի եւ կրակի արանքում, այդպես, այսինքն այստեղ բաններ, Կազոջախ։ Հա, եւ լվացարան եւ կազոջախ, այո։ Բայց որ ներս մտանք, ժամը 6-ն էր այդպես, կարծես թե 6-7 կողմերն էր, առանձնապես պատին այդպես բան չերևաց։ Ինչ-որ կարծես հետքեր կային, ինչ-որ կարծես ինչ-որ աղտոտված տարածք այդպես։ Եվ ես շատ տխրեցի, մտածեցի, ինչպես չեմ ամաչում, ես հասակիս եմ հասել, գիտությունների դոկտոր եմ դարել ու էլի հավատում եմ տարբեր տենց ասեկոսեներին, միգուցե թողնենք գնանք, բայց աղջիկները ասեցին, եկեք մի քիչ սպասենք։ Նստեցինք մի քիչ, այդ տիկինը թե բերեց, բան եւ այլն, եւ կամաց մտնեց։ Երբ մտնեց, տիկինը բերեց մոմ, վառեց, հենց այդտեղ, եւ պատը կարծես սկսեց ոչ միայն լուսավորվել, այլ նկարներ առաջացան պատի վրա։ Ուրեմն նախ երկու պատկեր, ես ավելի շատ տեսնում էի տղամարդու պատկերը, աղջիկները ավելի շատ տեսնում էին կնոջ պատկերը։ Կնոջ պատկերը, ճիշտ է, ես էլ էի տեսնում, բայց քիչ ավելի, միանգամից զգում ես, որ աստվածամոր պատկերն է երեխան ձեռքին։ Խողը գլխին, այո, ամեն ինչ, ինչպես որ պատկերացնում ենք, իսկ տղամարդու պատկերը այնպես, ինչպես որ իրոք ես կպատկերացնեի Քրիստոսին, ընդ որում սկզբից այսպես պրոֆիլով, հետո կամաց շարժվում էր դեպի մեզ եւ գլխին այդ թագը բաներից շեպսակը, այո։ Եվ գիտեք ինչ էր, շատ ծանր հայացք ուներ, շատ ծանր հայացքով նայում էր, կարծես ասում էր, ես ինչ եք անում։
Նախադինք, հա։ Այո։ Երկար ժամանակ ես այդ տպավորության տակ էի, բավականին երկար այդ ամեն ինչը մնաց պատի վրա։ Պրոֆիլը փոխվում էր պատկերի։ Պրոֆիլը ոչ թե պատկեր, պրոֆիլն էր փոխում, պրոֆիլը շուռ էր գալիս դեպի մեզ։ Սկզբից այսպես պրոֆիլ էր, հետո գալիս էր ֆազ։ Այսինքն կողքից էր երևում Կողքից սկզբում, էր, հետո արդեն դեմքով, դիմահայաց, այո, դեմքով շուռ էր գալիս դեպի մեզ, շատ տպավորիչ էր։ Լուսարձակում էր պատկերը։ Այո, շատ ուժեղ չէ, բայց այո, ինքն էլ էր լուսարձակում։ Այո։ Դուք հիշում եք նաև պատմեցիք ոչ խաչեր են առաջացել, շրջանակ եւ երբ որ այո, հետո կամաց ամբողջ այդ նկարի շուրջը խաչեր առաջացան, որոնք լույս էին տալիս։ Երկար ժամանակ մի քանի օր գիշերները նաև այդ պատկերն էր աչքիս առաջ եւ հետաքրքիր է, որ ամեն երկուշաբթի մենք մեր բաժինը գալիս էր գրադարան, մենք նայում ենք այն ամսագրերը, որոնք շաբաթվա ընթացքում գրադարան եկել են, ընտրում ենք այն հոդվածները, որոնք կարող են անհրաժեշտ լինել Հայաստանի ղեկավարման օղակների համար։ Եվ այսպես թերթում եմ ամսագրերը եւ հանգարց ամբողջ գրադարանով ճչում եմ եւ ամսագիրը ձեռքիցս ընկնում է, եթե չեմ սխալվում, նауկա и религия 4-րդ համարը։ Գոռում եմ Աստված իմ, պատի տեսած իմ պատկերը։ Եվ նայում եմ Գ նկարչի պատկերը։ Պոնտի Պիլատի Քրիստոս։ Եվ Քրիստոսի պատկերը 100%-ով համընկնում էր այն պատկերին, որ մենք տեսանք պատին։ Միստիկա ոնց որ արդեն լինի, իսկ բանը Քրիստոսի եւ Պիղատոսի այդ դադարության բաներ է որ տածում էր Քրիստոսին։ Եվ հետո ես նաեւ իմացա այն փաստը, որ փաստորեն եկեղեցին թույլ չի տվել, որ Քրիստոսին պատկերեն ինչ որ մարդկանց դեմքերի մարդուն ընդրեն որպես բնորդ, այո, չի տվել դա պետք է այդ պատկերը պետք է գա մտովի եւ հետո կարդացի, որ գեն 100 անգամ նկարել ոչնչացրել է, մինչև վերջապես այդ պատկերը իրեն եկել է։ Իսկ զգացել է, որ դա այն պատկերն է, որը պետք է ինքը արդեն կտավին հանձնի եւ պահի։ Որը համապատասխանում է իրականության։ Ես շատ կուզենայի իհարկե այդ պատկերը տեսնել, կփորձեմ ինտերնետում այսօր գտնել, շատ հետաքրքիր է, հա, թե դուք իրականում ինչ եք տեսել պատին։ Ո՞վ էր այդ տանտերը, ճանաչում եք իրեն նախապես, հետո Չէ, դա ընդհանրապես մեր աշխատակցում ծանոթուհիներ, թե բարեկամուհիներ, բուժքույր էր, ինչքան գիտեմ։ Ոչ ավել, Չերոմուշկայում էր, Աչափնյակում էր այդ տունը։ Հիշում եք տանտերը։ Չէ, հավատացյալ կիներ ինքը։ Հա, ինքը խորը հավատացյալ կին էր եւ նույնիսկ պատմեց հետեւյալը, որ ընկերու հետ խոսելիս է եղել եւ քննարկել են այդ էջմիածնում հայտնաբերված այդ հայտնությունը պատին եւ ընկերուին հարցրել է կուզենայիր դա քեզ մոտ է լիներ ինքը այդ պատին ցույց է տվել ասել է եկա երազեի որ ինձ մոտ է լիներ այ հենց այս պատին է լիներ եւ հաջորդ օրը տեսել էր որ պատին այդ նկարը կա հարևաններին էր կանչել չեն հավատացել սկսել են տարբեր լվացքի միջոցներով պատը քերել, մաքրել, լվանալ սպասքերել լվանալու միջոցներով փորձել են հանել այդ պատկի նկարը ստացվել նկարը մնացել է դա ապշելու բան է գիտության տեսանկյունից սա բացատրելի է ձեր կարծիքով Գիտեք երևի երբևէ կարողանան բացատրել, բայց հիմա ոչ չեն կարող ինձ թվում։ Ես կարծում եմ, որ մենք շատ քիչ բան գիտենք էներգետիկ դաշտերի մասին եւ այդ հարաբերությունը էներգիանյութ, նյութականը եւ փորձում եմ
ինձ համար են հավասարեմցե քարակոսի այս հիմքն է, որի վրա ես փորձում եմ այս ամեն ինչը պատկերել, հասկացնել, եւ իմ կարծիքով հենց այդ հարաբերությունը տիեզերքի հետ, երբ հզոր տիեզերքի էներգետիկ դաշտը կարողանում է մարմնավորվել երկրում եւ այդպես ներկայանալ։ Ինձ համար կոնֆլիկտ, գիտություն եւ հավատք, այդ կոնֆլիկտը ես չեմ տեսնում։ Իմ կարծիքով դրա հիմքում ուղղակի մեր գիտելիքի պակասն է։ Իմ կարծիքով եւ գիտությունը եւ հավատքը ավելի շուտ լրացնում են իրար եւ ոչ թե հակասում։ Ես էլ եմ նույն համոզմունքին, պարզապես մենք շատ բաներ չգիտենք։ Սա է խնդիրը։ Ժամանակին ռենտգենյան ճառագայթների մասին էլ գաղափար ու պատկերացում չունեինք, բայց հետո պարզվեց, որ իրականում կան այդպիսի ճառագայթներ, X ճառագայթներ, ինչպես ասում էին ժամանակին։ Այո։ Նեյտրինոյի մասին ով գիտեր, ասենք սրանից մի քանի տասնամյակ առաջ, նեյտրինոյի մասին, զամնալի մասին։ Եվ մարդու էներգետիկ դաշտի, բիոէներգետիկ դաշտի մասին մենք շատ ուշ ենք իմացել եւ այդ ինչպես ենք հարաբերվում շրջակա միջավայրի իրար հետ, դա նոր հիմա ինչ-որ ուսումնասիրություններ բացահայտում։ Դե քվանտային ֆիզիկան տեղակին չուսումնասիրված է։ Դրանք որովհետև թույլ դաշտեր են եւ ժամանակի ֆիզիկան չի կարողացել ֆիքսել, բայց հետո կամաց արդեն երևում է եւ ես կարծում եմ հենց էներգետիկ դաշտում բացահայտումները շատ կլինեն։ Այսօր նույնիսկ արդեն Աստծո մասնիկի Հիգսի բոզոնի մասին են խոսում։ Վերջերս մի տեղեկություն կարդացի, որ եթե հանգարց ուրեմն Հիգսի բոզոնի զանգվածը փոխվի, ապա տեսերքը կարող է ոչնչանալ։ Դա արի պատկերացրու էլի, գիտնականներն ուր են ասել, ինչ են կշփորում։ Գիտեք, մանկությունից ինձ մոտ այդ կենթանի մոլորակի զգացումն է եղել իմ մեջ, Որ մոլորակի կենթանի է։ Կա այդպիսի վարկած, ճիշտն ասած, նույնիսկ Արեգագի համարել են ասում, դա, որ Արեգագը նույնպես բանական մարմին է, պարզապես մենք նրա բանականությունը այլ չափանիշներով ենք պատկերացում չունենք, չգիտեմ ես դա ճիշտ է թե չէ, իմացությունը չի տալիս գնահատել։ Երբ առաջի անգամ գրեցի իմ դասագիրքը բուհերի համար, կայուն զարգացման վերաբերյալ, շատ ուզում էի այդ կենթանի բանական մոլորակի գաղափարը երևար, բայց իմ անունից գրելի վստահություն չկար, սկսեցի գրականության մեջ փնտրել, գտա հիշում եք Ջունը Դավիթաշվիլի կար, հա։ Մի հատ գիրք ուներ ռուսերեն, «Я слушаю свои руки», ես լսում եմ իմ ձեռքերը, եւ այնտեղ բանաստեղծությունների շարք ուներ, այդ բանաստեղծություններից մեկում գրած էր «Земля на тебе живая, и чувствую ты живая». Հայերեն ասեմ, հա, երևի, երկիր ես ապրում եմ քեզ վրա եւ զգում եմ, որ դու կենթանի ես։ Եվ ես դա բերեցի էպիգրոֆների մեկում, բայց մակի պատվերով էր գիրքը եւ ռուսերեն էր հատուկ գրված մի քանի ԱՊՀ երկրների համար, ուղարկեցին երկրներ կարծիքը հիմնականում դրական էր, երկու երկրից բացական բաներ եկել, որ այսպեսի լուրջ գիտական գրքում չի կարելի անլուրջ տիկին ոչ գիտնական Ջունա Դավիթաշվիլի բառերը բերել եւ առավել եւս այդ գաղափարը կենթանի մոլորակի վերաբերյալ։ Դա պետք է հանել։ Ոչ մի կերպ չէի ուզում հանել, արդեն տպարանում սպասում էին, արդեն նորից փրփրում էի գրականությունը եւ ինչ գտա ամերիկացիները, որ լուսին էին իջել, այնտեղից այդ աստրոնավտները նայել էին երկրի վրա եւ հասկացել էին, որ մոլորակը կենթանի է։ Եվ ես այդ բառերը բերեցի, դա արդեն ընդունելի էր։ Այսինքն լուսին գնացած այդ լեզվագնացների բառերը դուք մեջ բերեցիք։ Մակի փորձագետ եք եւ արտերկրում հաճախ եք լինում, շփվում զարգացած առաջադեմ գիտնականների հետ, էկոլոգների հետ, իրենք են այդ կարծիքի։ Տարբեր է։
մոտեցումները տարբեր են, բայց հետաքրքիր է, որ այն մարդիկ, որոնք ինչ-որ մեծ բացահայտումներ են արել, հոգու խորքում գիտեն, որ դա միայն իրենց շնորհքը չէ, որ դա աջակցություն է, աջակցության արդյունք է։ Իվերուս տրված աջակցության արդյունք է, այո։ Իսկ դապես այսօր գիտնականները, էկոլոգները ապագայի հետ կապված ինչ կանխատեսումներ ունեն, մտահոգ են շատ երկրի մոլորակի էկոլոգիական իրավիճակով։ Գիտեք, ինձ օրինակ զարմացնում է մարդկության անտարբերությունը, հանգստությունը, մենք հիմա իրար մեջ ենք վիճում, խնդրեմ դուք ասեցիք քաղաքական իրավիճակը, ես իմ ուսանողներին սովորաբար այդ օրինակն եմ բերում, որ անտառում կենդանիները, գազանները հավաքվում են եւ վիճում են իրար հետ, թե ով է ավելի ուժեղ, ով է ավելի հզոր, եւ եկավ անտառապահը եւ բոլորին քշեց։ Հիմա մենք այդ վիճակում ենք, էլի, մոլորակը արդեն սկսել է մեզ քշել, բայց մենք դա չենք տեսնում եւ իրար հետ վիճում ենք, ով է ավելի հզոր, ով է ավելի ճիշտ։ Բայց այն ինչ որ միայն մի փաստ ասեմ, որ ըստ ՄԱԿ-ի տվյալների վերջին 50 տարվա ընթացքում ուրեմն աղետների, բնական աղետների քանակը եռապատկվել է։ Տնտեսական վնասը, որ աղետները տալիս են, ամեն 10 տարի կրկնապատկվում է։ Եվ այս վերջի հավաքը Դավոսում, որ հավաքվում են տնտեսագետները, առաջի անգամ տնտեսագետները խոսել են էկոլոգիական խնդիրների մասին, մտահոգված հենց այդ աղետների տրված վնասով։ Բայց դա մասնագետներն են տեսնում, դա ՄԱԿ-ի կառույցներն են տեսնում, որտեղ այստեղ է հավաքվում ամբողջ տեղեկատվությունը։ Ընդհանուր դեռ մարդկությունը չի տեսնում այդ վտանգը, ինչքան ես եմ տեսնում։ Դեռ նիրի թմբիրի մեջ է եւ չգիտակցում ամբողջ վտանգը։ Գինտանիլյան պետք է ներողություն խնդրեմ, մենք մի փոքր գովազդային ընդմիջում ունենք։ Ընդմիջումից հետո գտասար կվերադառնանք եթեր, կշարունակենք մեր զրույցը։ Universal Travel & Tours ճամփորդական այս հզոր հաստատությունը կատարում է վիզաների ձևակերպում եւ առաջարկում է հարմարավետ շրջագայություն աշխարհի ցանկացած ուղղությամբ։ Հավայի, Մեքսիկո, նավային շրջագայություն, հանիմունի փակեջներ եւ այլն։ Իսկ Հայաստան մեկնողների համար հատուկ զեղչեր։ Ձեր տրամադրության տակ են վարձով տրվող մեքենաներ, առաջնակարգ հյուրանոցներ, առանձնատներ կամ կոտեջներ հայրենիքի գեղատեսիլ վայրերում։ Հաստատության կենտրոնները գտնվում են Գլենդելում, Հոլիվուդում, Նորթ Հոլիվուդում, Վեննայսում եւ Սակրամենտո քաղաքներում։ Universal Travel & Tours, լավագույներից լավագույնը։ Barav, welcome to the legendary and famous Hollywood piano in business since 1928. Եթե դուք որոնում եք լավագույն դաշնամուրներ, ապա ընտրության հաջող տարբերակը 1928 թվականին հիմնադրված Hollywood Piano խանութն է, հասցեն 323 South Front Street, Burbank, հեռախոս 818 954 8500։ We're family owned and operated for 88 years. Բժիշկ ուրոլոգ Արմեն Պողոսյանը համայնքում ճանաչված բժիշկ Շահեն Պողոսյանի որդին ավարտել է Բոստոնի բժշկական համալսարանը եւ ունի միզաբանության հիվանդությունների բուժման մեծ փորձ։ Վերջին 7 տարիներին աշխատելով եւ ձեռք բերելով մասնագիտական որակավորում, այժմ սեփական կլինիկայում Պողոսյաններն առաջարկում են բարձրակարգ ծառայություններ միզաբանության հիվանդությունների ախտորոշման կանխարգելման եւ բուժման բնագավառում, միզաքարային եւ միզասեռական համակարգի հիվանդություններ, պրոստատ, կանացի միզաթուլություն, տղամարդկանց անպտղություն եւ այլն։ Կիրառվում են բուժման վիրահատական եւ թերապևտիկ մեթոդներ։ Կլինիկան գտնվում է Գլենդել քաղաքում։ Հասցեն 1030 South Glendale Avenue, Suite 401։ Ժամադրության համար հեռաձայնեք 818 507 4340 հեռախոսահամարով։ Արգադի հետևանքով, երբ լուրջ ցավեր ունիք, խրադս այն է, որ շտապ հիվանդանոց երթաք։ Այո, մենք հայերս լոգուն ասք ենք, բայց մեր իրավունքներն չհրաժարինք։ Ձեր իրավունքները խստորեն ագրեսիվլի պաշտպանելու համար դիմեցեք մեր փաստաբանական գրասենյակը։ Մենք կպաշտպանենք ձեր իրավունքները։
Ես Հակոբ Չոփուրյանն եմ։ Հակոբ Չոփուրյանի փաստաբանական գրասենյակ 818 244 4747 Հարկելի երստադիտողներ ՑՍՏ նոյանտապան լրատվական կենտրոն ուղիղ եթերում մեր հաղորդումը այս պահին հեռարձակվում է նաև Միացյալ Նահանգներում շնորհիվ ABC երստանգերության Կալիֆոռնիայի տարածքում եւ Կալիֆոռնիայի սահմաններից էլ նույնիսկ դուրս։ Հիշեցնեմ, որ դուք մեզ կարող եք զանգել 818-967-5321 հեռախոսահամարով Կալիֆոռնիայից եւ 060-35-11-31 հեռախոսահամարով Երևանից։ Մեր այսօրվա հյուրը հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ, կենսաբանական գիտությունների տեխնացու, աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Տանելյանն է։ Տիգին Տանելյանի հետ մեր զրույցը այն հրաշքների մասին էր, որոնց ինքը անձամբ ականատես է եղել եւ ոչ թե լսել մեկ ուրիշից։ Տիգին Տանելյանը այդ հրաշքների մասին արդեն մեր հաղորդման առաջին մասում պատմեց հեռուստադիտողներին։ Հաղորդման երկրորդ մասը մենք կնվիրենք հիմնականում բնապահպանական հիմնախնդիրներին, որ այսօր ծառացած են ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի առջև։ Տեղեկացնեմ նաև, որ մեր հաղորդումը այս պահին կարող եք դուք հետևել նաև նոյանտապան լրատվական կենտրոնի Facebook-յան էջում եւ Facebook-յան խմբում, նաև մեր YouTube-յան ալիքով։ Տիգին Տանելյան, նշեցիք, որ անդառապահը արդեն գալիս է եւ տնտեսական վնասը էկոլոգիական աղետների առելի է։ Ցավոք Հայաստանում սա դեռ չեն գիտակցում, արտերկրում կամաց-կամաց լուրջ գիտնականները, քաղաքական կոզիչները սկսել են արդեն գիտակցել, թե համապատասխան միջոցներ կարողանում են ձեռնարկել, թե ոչ, ես չգիտեմ, իսկ թվում է դեռ ուղղակի վտանգն են հասկանում, գնահատում, բայց պաշտպանվելու միջոցներ, կանխելու միջոցներ բավարար կոնե, այդպիսի միջոցներ չեն ձեռնարկվում, որտեղ այդ աղետները մեծ թափով շարունակվում են։ Այստեղ երկու ճանապարհ կա։ Նախ չշարունակել վնասել բնությանը, որովհետև հենց խախտված էկոհամակարգերն են, որ առաջացնում են այդ աղետները, եւ նաեւ պաշտպանական միջոցներ ձեռնարկել։ Եթե խոսենք Հայաստանի մասին, հետաքրքիր մի երևույթ եղավ, ռազմավարություն է մշակվել Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցման։ Նաեւ ՄԱԿ-ի աջակցությամբ եւ պարլամենտում քննարկում եղավ, մինչև այդ գիտական քննարկումներ էին, իզարմանս ինձ էլ հրավիրեցին զեկուցումով, եւ ստացվեց հետեւյալը, դե պետական այրերը ներկայացնում էին ինչքան աշխատանք է արվում այդ ոլորտում եւ այլն։ Երբ էր դա։ Մի քանի ամիս առաջ։ Որից հետո ես ճիշտ ասած պրեզենտացիայով ու նկարներով ցույց տվեցի, որ մենք հակառակն ենք անում։ Ոչ թե աղետների ռիսկերի նվազեցումն ենք անում, այլ հակառակը խորացնում ենք այդ ռիսկերը։ Եթե մենք շարունակում ենք անտառները ոչնչացնել, մենք դրանով աղետների ռիսկերը մեծացնում ենք։ Եթե մենք Երևանի կառուցապատումը, քաղաքաշինությունը ուղղակի ցուցանիշ է, ինչպես չի կարելի կառուցել մեր բնակլիմայական պայմաններում, սեյսմիկ ակտիվ գոտում եւ այդ խտությունը, որ մենք շենքը շենքի վրա հիմա ինձ նորից զանգ են տալիս, երեք ամբողջ օրը զանգ են տվել Թումանյան, Աբովյան, հա, Թումանյան, Աբովյան անկյունում բակային տարածքում էլի ուզում են բարձրար շենք կառուցել ամբողջ բնակչությունը 88-ը դաշ չեղավ։ Բացարձակ դաշ չեղավ, ես պատկերացնում եմ, ներկայանում են ղեկավարներին, համապատասխան ատյաններ, ասում են մենք հաշվարկները կատարել ենք, մասնագետները հաշվարկները կատարել են, այս շենքը ունակ է դիմանալու այս կամ պատասխանատվության երկրաշարժին, իսկ հետո ինչ կլինի երկրաշարժից հետո, մնացում են էլ արդեն պատասխան տվող չի լինի։ Դպրոցների հատկապես, հա, ուրեմն մեզ հետ ՄԱԿ-ի կառույցները UNICEF-ը ծրագիր էր անում եւ մեր աղետների ռիսկերի նվազեցման ծրագիր էր, մենք ինչպես աշխատենք դպրոցների հետ, որ երեխաներին տարհանեն, եթե հանգարց աղետի վտանգ կա։ Լավ, տարհանեն, հարց է բարձրանում, ուր տարհանեն։ Գնացել նկարել եմ Երևանի կենտրոնի դպրոցները։
գրեթե բոլոր դպրոցների մոտ այն տարածքը, որը հենց տարհանման տարածք պետք է լիներ, կամ կանաչ տարածք է եղել, կամ բուֆերային գոտի է եղել, կամ սպորտային հրապարակ է եղել, հիմա այնտեղ բարձրահարկ շենք է տնկած, կամ հյուրանոց է, կամ էլ է ինչ-որ բան է եւ այլն։ Եվ հետաքրքիր է, որ դարձյալ ազգային ժողովում քննարկում էր, ցույց տվեցի այդ նկարները բոլոր դպրոցների վիճակը եւ հետո դա վաղուց էր մի տարի ու կես առաջ եւ մոտեցավ փոխնախարարը կրթության գիտության այդ ուղղությամբ լավ էլի տկին դանելան այդքան մի ասեք էլի հիմա ինչա ստիպված պետք լինենք կենտրոնից դպրոցները հանել անաստված դպրոցները մի հանի այդ հյուրանոցներն ու բիզնես կենտրոնները հանի իսկ աղետների ռիսկերի նվազեցման դարձյալ ես հերթով ցույց տվեցի եւ քաղաքի խտությունը եւ նույնը օրինակ ինձ շատ անհանգստացնում է երբ Սևանից միանգամից մեծ քանակությամբ ջուր է բաց թողնվում օրինակ անցյալ տարի երբ այդ որոշումը եղավ ես ինձ թույլ տվեցի ասել որ սեյսմիկ վտանգ կա մի փոքրիկ երկրաշարժ եղավ Փառք Աստծո դրանով կարծես թե հարցը փակվեց շատ անհանգստացնում է որ Երևանը գիտեք անպաշտպան է սելավների նկատմամբ հիմա տեսեք Ռուսաստանում ինչ է կատարվում Փառք Աստծո մեզանում այսպես հանգիստ կարծես թե անցնում է բայց մյուս կողմից էլ իհարկե ջրային ռեսուրսների լուրջ պակաս ունենք երկու սելավատար նո 3 եթե փոքրիկ ջրվեժի արվակներ բաննել հաշվի առնենք եւ տեսեք Գեդարը հիմնական սելավատարն է քաղաքի կենտրոնի ամբողջ կառուցապատել ենք, փակել ենք, վրան ռեստորաններ, հյուրանոցներ ենք շարել, բիզնես կենտրոններ ենք շարել եւ ինձ միշտ ասում են դա վտանգավոր չի, այնքան մեծ տարածք ենք թողել, համարենք, որ մեծ տարածք ենք թողել, չնայած երբեք չգիտենք այսօրվա փոփոխվող աշխարհում ինչ կարող է լինել եւ բայց օրինակ Երևանի պետական համալսարանում կաբինետից երևում է ամեն անգամ երբ գարնանը ձնհալ է լինում, անձրևներ են լինում կամ աշնանը անձրևներ, հենց Գեդարի կողքից գետ է հոսում։ Այսինքն ջուրը գալիս փնտրում է իրեն բնականon տեղը չկա, եւ նա այսպես գալիս, հետո գալիս է Երևանի պետական համալսարանի բակում հավաքվում է իրեն աղբով, կեղտով, քարերով եւ այլն եւ այլն։ Բացի դրանից, այդ բարձրակ շենքերը, որ այնտեղ շարվում են, բացարձակ հաշվի չի առնվում դրենաժային համակարգը քաղաքի։ Դրանք վնասում են, փակում են ջրի ճանապարհը եւ բացարձակ օրինակ Գեդարի խնդիրը ինձ շատ է անհանգստացնում։ Հրազդանը նույնպես կառուցապատվել է ռեստորաններով, դե այդտեղ արդեն ռեստորանների տերերը պետք է մտածեն, որ պարզապես եւ մի անգամ եղավ արդեն, երբ գետը բարձրանում է եւ իրենք մնում են ջրի տակ։ Բացարձակ մենք հաշվի չենք առնում, մեզ ուղղակի թվում է, որ այս պահին ինչպես որ հարմար է, ինչպես որ կարող է տնտեսական օգուտ ունենալ, անմիջապես անենք։ Բացի թվում է թե կլիման ինչպես հիմա կա, հա եղանակը, գարունները ինչպես հիմա այս պահին ամեն ինչ հանգիստ, խաղաղ, այդպես շարունակվելու է նաև ապագայում։ Բայց ամբողջ աշխարհը կլիմայական գլոբալ փոփոխությունների նախաշեմին է եւ շատ լուրջ փոփոխություններ են սպասվում։ Երբ Գեդարը սկսեցին փակել, միաժամանակ ստորգետնյա անցումներ կառուցվեցին, լավ է, պետք է ունենալ ստորգետնյա անցումներ, բայց միաժամանակ պետք է հաշվի առնել, որ դրանք անպայման ջրի տակ կմնան, երբ այդպիսի երևույթներ են լինում։ Եվ քան տարի առաջ էր, էլի, միանգամից ջրհեղեղ, սելավ իրար հետևից քաղաքի վրա, իսկ մինչև այդ մենք անդադ վիճում ենք, որ մի արեք, այն ժամանակ քաղաքապետը կարծեմ պարոն Բեգլարյանն էր, զանգ տվեց, այս ինչա կատարվում քաղաքում, կարծես մեղավորը մենք ենք։ Ասենք, բայց այնա կատարվում, ինչի մասին մենք ասում էինք անընդհատ։
Ինչ անենք, հավաքեք մասնագետների քննարկեք ինչ անել, որտեղ իրոք ունենք լուրջ մասնագետներ, որոնք զբաղվել են, հավաքեցին հանձնաժողովը, ստեղծեցին, մշակեցին ծրագիր, բայց իրավիճակը չփոխվեց քաղաքում։ Նույն կառուցապատումը շարունակվում է։ Ծրագիրը մնաց ծրագիր։ Տիկին Դանիելյան, շատ կարևոր են այսօր հատկապես հանկարծությունաբերության պատճառած վնասները։ Ամենամեծ ցավոտ խնդիրն է։ Դուք ուսումնասիրել եք այդ հետևանքները հանկարծությունաբերության մարդկանց առողջության վրա Հայաստանի տարբեր տարածաշրջաններում։ Ինչ պատկեր եք պարզել։ Նախ ասեմ, որ դա պատահական խնդիր չէ։ Դա այն ռեֆորմների արդյունքն է, մենք ժամանակին ես նաև այդ ռեֆորմների դեմ եմ դուրս եկել համաշխարհային բանկի կողմից մեզ կարելի ասել, որ պարտադրված չնայած երկիրը կարող էր չհամաձայնվել, ինչպես որ Բելարուսը չհամաձայնվեց, Չինաստանը, Ղազախստանը որոշ չափով եւ այդ կորուստները իրանք չտվեցին։ Կմանրամասնեք ինչ ռեֆորմներ։ Միանգամից այդ թռիչքը իրականացնել տնտեսությունից, որը որ լրիվ ադմինիստրատիվ ղեկավարման սահմաններում է, միանգամից ազատ չվերահսկվող շուկա, հասկանալի է, որ տնտեսությունը պիտի քանդվեր։ Քանդվեց եւ մենք իջանք ամենացածր մակարդակի հումքային կցորդ այլ երկրների համար։ Դա երկրի զարգացման ամենացածր մակարդակն է։ Եվ այն ժամանակ, երբ մենք դրա մասին խոսում էինք, մեզ ասում էին սխալ է նեոլիբերալ քաղաքականությունը եւ այլն, բայց ինձ բախտ է վիճակվել 2009 Նյու Յորքում մասնակից լինել Գլխավոր ասամբլեայի գիտաժողովին, որտեղ ամբողջ երկրները, զարգացող երկրները, հենց որտեղ այդ ռեֆորմները իրականացվել էին նմանատիպ, բողոքում էին հենց ամենաղեկավար մակարդակով այդ ռեֆորմների վնասը տնտեսությանը եւ մնացած բոլոր ոլորտներին, ամբողջ հարավային Ամերիկան, Աֆրիկան եւ այլն, չեք պատկերացնում ինչ էր կատարվում եւ ի վերջո 63-րդ կարծեմ նստաշրջանի գլխավոր ասամբլեայի որոշում կա, որ ռեֆորմները սխալ են ընթացել, մեզ մոտ նույնպես, որ չի թերագնահատվել է, գերագնահատվել է ազատ շուկայի ինքնակարգավորման հնարավորությունը եւ թերագնահատվել է պետության կարգավորիչ դերը, այնինչ որ մենք ասում ենք եւ գրում ենք, արդյունքում իջանք այդ մակարդակի եւ հիմա գիտեք ինչ, եթե դու հսկա Ռուսաստան ես, դու դեռ կարող ես քեզ թույլ տալ այս տարածքը դնել հանքարդյունաբերության տակ, այստեղ բնակվեն մարդիկ, այստեղ գյուղատնտեսություն զարգանա, այստեղ տուրիզմ զարգանա եւ այլն։ Այս փոքր տարածքում իրար հետ զուգակցել հանքարդյունաբերությունը ակտիվ այդպես եւ ոչ մի հատկապես մետաղային հանքերը եւ բնակչության ապրելը եւ մաքուր գյուղատնտեսությունը, մենք միտք ունենք աշխարհում մեր մաքուր գյուղատնտեսության ապրանքները դուրս բերել, տուրիզմը զարգացնել անհնար է ուղղակի։ Մենք այն հանքարդյունաբերությունը, որ հիմա Հայաստանում այսպես կոչված զարգանում է, հիմքից կտրում է ուղղակի մեր ապագայի հնարավորությունները եւ առողջության տվյալները նույնպես խիստ անհանգստացնող են եւ այստեղ նորից մենք քննարկումներ պետք է ունենանք առողջապահության նախարարության հետ, որովհետև շատ զարմանալի է իրենց հանգստությունը եւ ես նույնիսկ ինձ թույլ եմ տալիս ասելու, որ պարզվում է եւ շնորհավորում եմ իմ հայրենակիցներին, որ պարզվում է, որ եթե ամբողջ աշխարհում ծանր մետաղները խիստ բացական ազդեցություն ունեն մարդկանց օրգանիզմի վրա եւ մուտագեն են եւ տերատոգեն են եւ քաղցկեղ են առաջացնում եւ այլն, հայրի վրա չի ազդում։ Լավ Տիկին Դանիելյան, իհարկե դա նոնսենս է, այդպեսի բան չի կարող լինել, բոլորս հասկանում ենք, որ այստեղ դաժան իրականությունը թաքցնելու, կոծկելու ակնհայտ միտում եւ փորձ կա, մենք այդ մասին կխոսենք քիչ հետո, առայժմ ներողություն եմ խնդրում մի փոքր գովազդային ընդմիջումով ընդունենք մեր եթերը, որից հետո կշարունակենք մեր հարցազրույցը։
Սոնաֆե տարեցների առողջապահական կենտրոնի հարևանությամբ գործում է All for Health, Health for All բժշկական 8-րդ կենտրոնը Բժիշկ Ջանոյանի ղեկավարությամբ։ Ինչպես միշտ, Բժիշկ Ջանոյանը շարունակում է սփռել իր պրոֆեսիոնալ բժշկական խնամքը տարբեր համայնքներում։ Ժամանակակից սարքավորումներով հագեցված այս բժշկական կենտրոնից կարող են օգտվել բոլորը, ինչպես նաև Սոնաֆե տարեցների առողջապահական կենտրոնի այցելուները։ Առողջ մարմին, առողջ միտք։ Սա է ապահովում All for Health, Health for All բժշկական կենտրոնը։ We all feel young and beautiful on the inside, and we all deserve to see our beauty on the outside. At Stepanian Surgical Arts Center, board-certified surgeon Dr. Stepanian and the entire staff will give you the utmost attention and care. All your aesthetic needs will be addressed, ranging from Botox and Juvederm to rhinoplasty and facelift. Stepanian Surgical Arts Center is a state-of-the-art facility for surgical and non-surgical procedures. Trust your face to a doctor with more than 10 years of experience in facial surgeries. Ես Հիլդա Ախնազարյանը կարող եմ օգտակար լինել ձեզ որևէ տան գնման, վաճառքի եւ տան ֆայնանսինգի դեպքում։ Եթե ունեք equity ձեր տան վրա, cash-out refinance-ի միջոցով կարող եք ստանալ առավել գումար նոր տուն գնելու նպատակով։ Ցածր տոկոսները ձեզ առիթ է տալիս, որպեսզի իջեցնեք ձեր տան ամսավճարը։ Եթե ձեր FICO score-ը ցած է մինչև անգամ 580, կարող եք ստանալ FHA financing ընդամենը 3.5% down payment-ով։ Apartment building-ի cash out մինչև 75% loan to value առանց tax return ներկայացնելու։ Անվճար pre-qualification-ի համար զանգահարեք ինձ Հիլդա Ախնազարյանին 818 445 4835։ Բրբանկում գտնվող Kids Only Furniture and Accessories հանութում ներկայացված մանկական կահույքը կարող է հարմարավետություն ստեղծել ձեր երեխայի սենյակում։ Մեծացրեք ձեր երեխաներին գեղեցիկ դիզայնով եւ ինտերիերով ձևավորված միջավայրում։ Օրորոցներ, ճրճվողաթոռներ, նորածնի մահճակալներ, մանկական ննջասենյակի կամ խաղահրապարակի ամբողջական տեսականի, ուսանողական գրասեղաններ, երկհարկանի մահճակալներ, կալիասկաներ, էկոլոգիապես անվնաս ներքնակներ եւ այլ պարագաներ։ Բոլոր հեռուստադիտողները ննջարանի կահույք գնելու դեպքում կստանան անվճար օրգանիկ մատրաս։ Kids Only Furniture and Accessories. Հարկիլերու ստադիտողներ ու եթերում ցես հետենոյան տապան լրատվական կենտրոնը։ Մեր հաղորդում այս պահին հեռարձակվում է նաև Կալիֆոռնիայի տարածքում եւ Կալիֆոռնիայի սահմաններից անդին։ Տեղեկացնեմ, որ դուք կարող եք մեզ զանգահարել Կալիֆոռնիայից 818 967 5321 հեռախոսահամարով, իսկ Երևանի 060 35 11 31 հեռախոսահամարով։ Մեր այսօրվա հյուրը կենսաբանական գիտությունների տեխնազու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Տանիլյանն է։ Տիգին Տանիլյանի հետ մեր զրույցը այս պահին Հայաստանի բնապահպանական, էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ է։ Տեղեկացնեմ, որ դուք կարող եք Նոյան Տապանի հաղորդման հետևել նաև մեր Facebook-յան էջում եւ Facebook-յան խմբում, ինչպես նաև Նոյան Տապանի YouTube-յան ալիքում։ Տիգին Տանիլյան ուսումնասիրություններ կատարվեցին եւ պարզվեց, որ հանկարծնաբերությունը բավական լուրջ մտահոգիչ ազդեցություն ունի մեր բնակչության առողջության վրա։ Հատկապես իրավիճակը ծանր է Լորիում եւ Սյունիքում։ Երկու այդ տագնապալի վիճակում գտնվող տարածաշրջանները, որտեղ հանկարծնաբերության հետևանքները արդեն թույլատրելի բոլոր սահմանները կարծում եմ անցել են։ Ինչ պատկեր է պարզվել ուսումնասիրությունների արդյունքում, մասնավորապես ես գիտեմ, որ դեռ 1/11-ից ավել երևի կլինի, առաջ պարզվեց, որ Սյունիքում անգամ երեխաների աղջիկների մազերի մեջ սնդիկ էր հայտնաբերվել, բայց դա հին տվյալ է։ Հիմա երևի պատկերը ավելի վատ է։ Նույնը Լորիում երեխաների արյան մեջ ծանր մետաղներ դայպես։ Ասեմ, որ հետաքրքիր մի երևույթ տեղի ունեցավ վերջերս, անցյալ տարի կառավարությունը հաստատեց հանքարդյունաբերության զարգացման ռազմավարական հայեցակարգ։ Եվ այդ հայեցակարգը իմիջիալոց հենց մենք ենք անդադիմել, որ չունենք հայեցակարգ։ Զարմանալիորեն հայեցակարգը շատ օբյեկտիվ գնահատում է իրավիճակը։ Լրիվ նկարագրում է բացասական երևույթները,
Լրիվ ասում է, որ հանրությունը անհանգստացած է եւ այլն, եւ որ ՀԿ-ները այդ հարցերը բարձրացնում են, եւ նույնիսկ մի նախադասություն կա, որ առ այսօր Հայաստանում մենք չունենք որևէ դրական օրինակ, դրական դեպք, որ ուրեմն հանքարդյունաբերության զարգացման դրական դեպք է։ Երբ որ օգուտ ավելին է եղել, քան վնասը։ Հա, որտեղ էկոլոգիական վնասը չկա, սոցիալական օգուտը կա, տնտեսական օգուտը կա եւ այլն։ Դե թեղուտը մեզանում այսօր ուղղակի ցայտուն այսպիսի երևույթ եղավ, հա, որ այն բոլոր բացական երևույթները, որ մենք նկարագրում էինք, որ լինելու են, մեզ ասում էին, որ չի լինելու, այդ բոլորը դրսևորվեց, իսկ այն դրականը, որ իբր պետք է լիներ, որ մարդիկ պետք է աշխատեին, աշխատավարձ ստանային, հիմա չկա։ Այն կոմպենսացիոն անտառը, որ պետք է լիներ, փաստորեն գումարները ծախսվել են, անտառը չկա, որովհետև այն գիտեք անտառ ստեղծելը, անտառ վերացնելը շատ հեշտ է, անտառ ստեղծելը շատ դժվար process է եւ հատկապես այն տարածքում, որտեղ անտառ չկա, ուրեմն բնակլիմայական պայմանները այդքան էլ բարվոք չեն, դա անընդհատ պետք է խնամել, դա չի եղել, անտառը չի ստեղծվել փաստորեն։ Հիմա եթե խոսենք առողջության մասին, այո, մենք ուսումնասիրել ենք եւ պաշտոնական վիճակագրական տվյալներն են անհանգստացնող, փաստորեն հանքարդյունաբերության ոլորտներում ակնհայտ երևում է բացասական ազդեցությունը, խոսքը մետաղային հանքերի մասին է։ Եվ բոլոր հանքերը մեզ մոտ բաց հանքեր են եւ անմիջապես նույն էկոլոգնոսֆերային կենտրոնը, նույն ամերիկյան համալսարանը ցույց են տվել, որ ամբողջ էկոհամակարգը թունավորված է հող, ջուր, օդի փոշի, որը օդային ավազանում է եւ այստեղից գալիս է արդեն սնունդ եւ առողջություն եւ հատուկ ուսումնասիրություններ, որոնք իրականացվել են հատկապես ամերիկյան համալսարանի կողմից եւ ամբողջ պատկերը եւ էկոլոգնոսֆերային կենտրոնի կողմից ամբողջ պատկերը ակնհայտ երևում է եւ ես ամենայն դեպս հույս ունեմ, որ ի վերջո համապատասխան հետևություններ կարելի է։ Շնորհակալություն Տիկին Թանելյան, արտասուլիցի համար շնորհակալ ենք, շատ հետաքրքիր էր հատկապես հրաշքների հետ կապված Հայաստանում ձեր տեսածի մասին պատմությունը։ Շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ, մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, բարի գիշեր։